Հարգելի ութեր դասնանցիներ, նախքին այժմ արդեն 9-րդ դասնանցիներ, ճիշտն ասած ես չէի ուզում շարունակել մեր թեման ֆիզիկայի վերաբերյալ, բայց որովհետև շատ քիչ մարդիկ էին դիտում իմ տեսանյութերը, բայց այնուամենայնիվ դիտում էին։ Ես որոշեցի շարունակել, բայց նախքան շարունակելը որոշեցի մի փոքր անդրադարձ կատարել, թե 8-րդ դասանում ինչ ենք անցել և ընդհանրացնենք այդ բոլորը ու տեսնենք, թե ինչ կարելի է դրանից քաղել ու ինչպես կարելի է ավելացնել 9-րդ դասարանի, ինչպես կարելի է կպցնել կամ զոդել կամ միմյանց հետ հաջորդականացնել 9-րդ դասարանի դասընթացի հետ։ Նորից հիշեցնեմ, որ գիտությունը հիշողության մեջ չի կայանում, գիտությունը կայանում է կապերը գտնելու մեջ, դուք կարող եք ոչինչ չհիշել, բացարձակ ոչինչ, բայց երբ որ դուք մտածում եք ու կարողանում եք կապեր գտնել այս կամ այն երևույթների միջև, երևույթի տարբեր ժամանակների միջև, այդ դեպքում մենք ասում ենք, որ իսկապես մենք գիտությունը ընկալում ենք, հակառակ դեպքում մեր սովորածը իմաստ չի ունենա պարզապես, և մեզ հարկավոր է, որպեսզի մենք հիշենք, դրա համար կան գրքեր և կան ուրեմն համակարգիչներ, կան նաև ինչ, հեռախոսներ և այլն, թուղթուգրիչ և այլն։ Ուրեմն կյանքի ժամանակը ու ապրելակերպը մենք վերցրինք ուղղություն, ապրելակերպի մեջ կար տարբեր ուղղություններ, վերցրեցինք մեկ ուղղություն, որ կոչվում է արդեն 9-րդ դասարանի ֆիզիկա, և այստեղ ուրեմն, թե ինչու ենք մենք անվանել HGCH, որը նշանակում էր Study Government Calls Your Heart, այսինքն սովորիր, պետությունը կանչում է սրտիդ, որովհետև միայն գիտության սովորելու միջոցով ենք մենք կարողանում զարգացնել մեր միտքը և կարողանում ենք դրսևորվել կյանքում։ Սա 9-րդ դասարանի ձեր դասագիրքն է, դասագրքի պատկերն է, առաջի էջն է։ Մենք, ինչպես գիտեք, ամառվա ընթացքում սովորեցինք, ուսումնասիրեցինք ուրեմն Ալբերտ Էյնշտեյնի և Լեոպոլդ Ինֆելդի ներկայացրած ուրեմն ֆիզիկայի էվոլյուցիան գրքի գաղափարները ներկայացրեցինք, այնտեղ կան գաղափարներ, որոնք հիմա պետք է նորից անցնենք, մի խոսքով, եթե դուք նայել եք տեսանյութերը, ապա կարող եք հեշտությամբ ուրեմն պատկերացնել, թե ներկա դասընթացում ինչպես կարելի է պատկերացնել այս կամ այն երևույթի էությունը։ Այնտեղ սկզբում մենք նշեցինք այս արտահայտությունը, որը գրել է Մեսրոպ Մաշտոցը
1405 թվականին եւ որը եղել է հայոց լեզվով գրված հայերեն տառերով գրված առաջի նախադասությունը ճանաչել իմաստություն եւ զխրատ իմանալ զբանը սանճորոյ ու սկզբում տեսնենք թե 8-րդ դասանում ինչ գաղափարների ենք մենք ծանոթացել որպեսզի տեսնենք թե ինչ գաղափարների հետ ենք ծանոթացել ես այսպիսի աղյուսակ էի ներկայացրել թե ինչ մեծությունների հետ ենք մենք մտցրել այդ գաղափարները ներկայացնելու համար ինչ մեծություններ ժամանակը ինչ է ժամանակը եթե հիշում եք մենք ժամանակ անվանեցինք այն մեծությունը որը ուրեմն չափ որը իրենից ներկայացնում էր տևողության չափը ասենք այսպես երկիրը իր առանցքի շուրջը պտտվելու տևողության չափը մենք անվանեցինք մենք ընդունեցինք միավոր ժամանակ եւ անվանեցինք 1 օր հետո այդ 1 օրը բաժանեցինք 24 ժամի հետո այդ 24 ժամի ժամը բաժանեցինք 60 րոպեի հետո 60 րոպեն բաժանեցինք 60 վայրկյանի 1 րոպեն բաժանեցինք 60 վայրկյանի եւ այդպես շարունակ այսինքն ժամանակը իրենից ներկայանում է տևողության չափը եւ տևողության հիմնական միավորը մենք վերցրել ենք երկրի իր առանցքի պատելու տևողությունը որն անվանել ենք 1 օր երկարությունը եւ տեղափոխությունը ինչ է իրենից ներկայացնում երկարությունը դա գծային տարածություն է այսինքն մենք ունենք գիծ գծի երկարությունը դա տարածության չափը մենք ուրեմն չափում ենք երկարություն եւ տեղափոխություն հասկացություններով տեղափոխությունը ուղիղ գիծ էր բայց այնտեղ մենք օգտագործեցինք սլակ որը ցույց էր տալիս թե մարմինը որ ուղղությամբ է շարժվել հասկանալի է բայց գծի երկայնքով շարժվելու այդ գծի երկարությունը կոչել ենք ճանապարհի երկարություն այդպես մենք չափում ենք ուրեմն թե մարմինը ինչպես է շարժվում արագությունը ինչ էր թե միավոր ժամանակում մարմինը որքան ճանապարհ էր անցնում այսինքն թե ենթադրենք մարմինը անցել էր 10 մետր ճանապարհ 10 վայրկյանում մենք ասում ենք որ նրա արագությունը 1 վայրկյանում անցած ճանապարհն էր այսինքն 1 մետր էր եթե 10 վայրկյանում 10 մետր էր անցել ուրեմն 1 վայրկյանում 1 սա իրենից ներկայացնում էր արագություն հասկացողություն իմաստը արագացում ուրեմն արագության փոփոխությունը ճանապարհի վրա մենք անվանում ենք արագացում որը նույնպես վեկտորական մեծություն է ցույց է տալիս թե որ ուղղությամբ է փոփոխվում արագությունը այդ չափը ինչքան է փոփոխվում արագությունը մենք անվանեցինք արագացում եթե արագությունը չափում էր մետր վայրկյաններով ապա այս դեպքում մետր վայրկյանը պետք է բաժանենք վայրկյանի ստացվում է մետր վայրկյան քառակուսի այսպես ուրեմն նրա այս է իրենից ներկայացնում արագացման չափման միավորը ազատանկման արագացում երբ որ մենք մարմինը
վերևից բաց էինք թողնում, մարմինը շարժվում էր մի արագացմամբ, որը մենք անվանում ենք ազատ անկման արագացում, և շարժվում էր ընդորում դեպի ուղիղ երկրի կենտրոնը, ուղղագիծ արագացում էր, ուղղագիծ շարժում էր իրենից ներկայացնում և ուղղված էր դեպի երկրի կենտրոնը, նույնպես վեկտորական մեծություն է, բայց այստեղ վեկտրի նշան չեմ դրել, օրինակ այնտեղ ես տեղափոխության համար վեկտրի կանաչ գույնի սլակներով նշել ենք վեկտրի նշանները և տեղափոխության և արագության և արագացման, բայց ջի վրա չի դրվել, բայց ջն էլ է, քանի որ արագացում է, հետևաբար վեկտոր է։ Պարբերություն։ Բացի նրանից, որ մարմինները շարժվում էին, մենք քննարկում էինք մարմինների շարժումը ուղիղ գծով, մենք քննարկեցինք նաև մարմինների շարժումը կոր գծով, կոր գծով շարժվելու ամենապարզագույն ուրեմն ձևը դա շրջանագծային շարժումն էր։ Ինչ է շրջանագծային շարժումը։ Ունենք շրջանագիծ, որը երկայնքով շարժվում էր մարմինը կամ կետը, այդ շարժումը անվանեցինք շրջանագծային շարժում և պարբերություն անվանեցինք այն մեծությունը, որը ցույց էր տալիս, թե մեկ պտույտը շրջանագծով քանի վայրկյանում է կամ որքան ժամանակում է տեղի ունենում։ Հաճախություն։ Հաճախությունը դա մեկ վայրկյանում պտույտների թիվն է, այսինքն չափում էր պտույտը բաժնած վայրկյանով, մեկ վայրկյանում պտույտ։ Զանգվածը։ Ինչ է իրենից ներկայացնում զանգվածը։ Երբ որ մենք ասում ենք, որ մարմինը ունի զանգված, դա հատկանիշ է, մարմնի այնպիսի հատկանիշ է, որով մարմինը կարող է ազդել մեկ այլ մարմնի վրա, այդ ազդեցության չափը որոշող հատկանիշ է կարելի ասել, այդ դա է զանգվածը, ազդեցության չափը որոշող մարմնի այն հատկանիշը, որը որոշում է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեկ այլ մարմնի վրա։ Ուրեմն այստեղ նույնն է գրված, միայն ավելացված է ուժ հասկացությունը։ Ինչ է իրենից ներկայացնում ուժը։ Երբ որ մեկ մարմինը ազդում էր մեկ այլ մարմնի վրա, այդ ազդեցության չափը հենց իրենից ներկայացնում էր ուժը, հենց այդ ուժն էլ է վեկտորական մեծություն և այդ ուժի ազդեցության տակ էր, որ մարմինը ձեռք էր բերում արագացում և չափվում էր կիլոգրամ մետր վայրկյան քառակուսիներով, որտեղ կիլոգրամը ցույց էր տալիս զանգվածը, իսկ մետր վայրկյան քառակուսին արագացումը։ Մարմնի զանգվածը բազմապատկած նրա արագացմամբ, դա նշանակում էր, թե մարմնի վրա որքան ազդեցություն է ունեցել մեկ այլ մարմին։ Նու այստեղ ավելացված է իմպուլս հասկացողությունը։ Պատկերացրենք, որ մարմնին ուժով անընդհատ չես ազդում, երբ որ մարմնին ուժով անընդհատ ազդում ես, նա ձեռք է բերում արագացում ու անընդհատ արագությունը մեծանում է։ Եթե ուրեմն հակազդող ուժեր չկան, անընդհատ արագությունը մեծանում է։ Բայց այստեղ իմպուլս հասկացողությունը, պատկերացրեք, որ մի անգամ հարվածեց մարմինը, մեկ այլ մարմինը սկսեց շարժվել։ Օրինակ, երբ որ եթե հիշում եք,
օրինակ էի բերել, երբ որ մականով հարվածում էին տափողակին, մականով երբ որ հարվածում էին տափողակին, հարվածը տեղի էր ունենում մի ակնթարթ եւ այդ հարվածի հետևանքով տափողակը ձեռք էր բերում արագություն։ Այս դեպքում ասում ենք, որ մականը իմպուլս է հաղորդում տափողակին։ Այս ուրեմն բնութագրող մեծությունը կարելի է որպեսզի բնութագրենք այդ մեծությունը մտցվել է իմպուլս հասկացողությունը, թե ինչ արագությամբ է հարվածի պահին, ինչ արագությամբ է հարվածել մականը տափողակին, որ տափողակը ձեռք է բերել։ Ինչքան մեծ էր արագությունը, այնքան մեծ իմպուլս կհաղորդեր, ինչքան մականը ծանր էր, այնքան մեծ իմպուլս կհաղորդեր ուրեմն տափողակին եւ տափողակը կշարժվեր ավելի արագ կամ դանդաղ, եթե տափողակին հարվածելու իմպուլսը փոքր է։ Այստեղ է իմպուլս հասկացողությունը։ Իմպուլսը չի կարելի շփոթել ուժ հասկացության հետ, ինչպես տեսնում ենք, իմպուլսը արագության հետ է կապված, իսկ ուժ հասկացությունը կապված է արագացման հետ։ Մեծությունները ուրեմն ժամանակ, երկարություն, տեղափոխություն, արագություն, ազատանկման արագություն, պարբերություն, հաճախություն, պատտողական շարժման զանգված, ուժ, իմպուլս, աշխատանք։ Այ աշխատանք։ Ինչ է իրենց ներկայացնում աշխատանք։ Երբ որ ասում են մարմինը 1 մետր տեղափոխում է 1 նյուտոն ուժի ազդեցության տակ, այդ դեպքում ասում ենք, որ մարմինը կատարել է 1 ջոուլ աշխատանք։ Այսինքն հավասար է F անգամ S, որտեղ S-ը տեղափոխության չափն էր, իսկ F-ը ուժի չափն էր։ Բայց այստեղ չի կարելի շփոթել ուժը, աշխատանքը, այստեղ որ կատարվում է աշխատանք, կատարվում է մեկ այլ ուժերին հակառակ, օրինակ հիմնականում աշխատանքը կատարվում է շփման ուժերին հակառակ դեպքում մարմինը անընդհատ, երբ որ նրա վրա ուժ է ազդում, անընդհատ կավելացնել իր արագությունը, մինչդեռ այստեղ նա անընդհատ չի ավելացնում իր արագությունը, այլ դանդաղ շարժվում է։ Այս դեպքում որ ասում ենք, որ մարմինը կատարում է աշխատանք։ Օրինակ ձին, որ քաշում է սայլը, եթե հիշում եք այդպիսի նկար կար ձեր 8-րդ դասարանի գրքում, աշխատանքը ձին սայլը քաշելուց աշխատանքը կատարում էր գլորման շփման ուժերին հակառակ, որոնք ուղղված էին ուրեմն ձին քաշելու ուժին ուղղությանը հակառակ։ Էներգիա հասկացողությունը ինչ էր էներգիան, նորից չափվում էր նյուտոն մետրերով։ Միթե սա աշխատանք է, կարելի է ասել համարյա այո, բայց իրականում ոչ, դա աշխատանք չէ։ Էներգիան օժտված է մարմինը։ Մարմինը կարող է օժտված լինել էներգիայով, որ նա այդ էներգիան կարող է ծախսել աշխատանք կատարելու համար։ Այսինքն այն ուրեմն հատկանիշը, որ մարմինը օժտված է, որով կարող է մարմինը կատարել աշխատանք, կոչվում է էներգիա, այսինքն ինչքան աշխատանք կարող է կատարել։ Ենթադրենք 1 մետր բարձրության վրա գտնվող մարմին է։ Նա ինչքան աշխատանք կարող է կատարել, երբ որ վերևից ցած ընկնի։ Նա կարող է կատարել ուրեմն
եթե մարմնի վրա ազդում է mg ուժ, որտեղ ժեն արագացումն է, ազատանկման արագացումն է, ապա մարմնի էներգիան հավասար կլինի 1 մետր անգամ 1 կիլոգրամ, ասենք թե եթե մարմինը 1 կիլոգրամ է անգամ 9.8 մետր վարկյան քառակուսի, այսինքն էներգիան հավասար է 9.8 նյուտոն մետր կամ 9.8 ջոուլ էներգիա, այսինքն 1 կիլոգրամ մարմինը 1 մետր բարձրացնելուց նա կունենա 9.8 ջոուլ էներգիա։ Անցնենք առաջ։ Այստեղ ավելացված է նաև հզորություն հասկացողությունը։ Ինչ է հզորությունը։ Եթե մարմինը օժտված է էներգիայով, ապա այդ էներգիան կարող է ծախսել 1 րոպեում, կարող է ծախսել 10 րոպեում, կարող է ծախսել 100 րոպեում, այսինքն հզորությունը դա մարմնի այնպիսի հատկանիշ է, որով նա օժտված է, որ կարող է աշխատանք կատարել ինչքան ժամանակում, 1 վայրկյանում, 10 վայրկյանում, 100 վայրկյանում։ Օրինակ, մի մարդ կարող է փորել 1 քառակուսիմետր տարածքը, ասենք 10 րոպեում։ Մեկ այլ մարդ կարող է փորել նույնքան տարածքը 5 րոպեում։ Մենք այս դեպքում ասում ենք, որ 5 րոպեում նույն աշխատանքը կատարող մարդը ավելի մեծ հզորություն ունի, քան թե 10 րոպեում աշխատանք կատարող մարդը։ Այս դեպքում ասում ենք, որ 5 րոպեում կատարող մարդու հզորությունը ավելի մեծ է, 2 անգամ ավելի մեծ է, քան թե 10 րոպեում կատարող մարդու հզորությունը։ Ու հզորությունը չափում է վատերով։ Եթե մարմինը ունի, ասենք, 10 ջոուլ էներգիա, եւ այդ 10 ջոուլ էներգիան կարող է ծախսել 10 վայրկյանում, ապա նրա հզորությունը հավասար է 1 վատ։ Այո, 1 վատ։ 10 ջոուլը բաժանում 10 վայրկյանից ստանում ենք 1 վատ հզորություն։ Նու այստեղ ես, որպեսզի մենք հասկանանք, թե ֆիզիկան ինչ բաժիններից է կազմված, մեխանիկան ինչ բաժիններից է կազմված, կինեմատիկան, դինամիկան, տատանումներ, ալիքներ։ Օրինակ ֆիզիկան առաջի բաժինը դա մեխանիկա բաժինն էր, որ մենք անցել ենք 8-րդ դասարանում։ Այս մեխանիկա բաժնի մեջ էլ մտնում են կինեմատիկան, դինամիկան, տատանումները, ալիքները։ Նույն այստեղ կա եւս մեկ բաժին, որ մենք չենք անցել, բայց այն գոյություն ունի եւ կոչվում է ստատիկա։ Հիմա այստեղ մենք հենց կողքը գրել եմ կինեմատիկա եւ դինամիկայի բաժինն ու կինեմատիկայի բաժինները, թե ինչ մեծությունների հետ ենք մենք ծանոթացել։ Նու այստեղ կողքը ես ավելացրել եմ եւս մեկ բաժին, որ կոչվում է տատանումների բաժինը, մեխանիկայի տատանումների բաժինը։ Այս մեխանիկայի տատանումների բաժնում մենք օգտագործել ենք ուրեմն պարբերություն հասկացությունը։ Չնայած այս պարբերություն հասկացությունը չի կարելի շփոթել ուրեմն կինեմատիկայի պարբերության հասկացությանը։ Կինեմատիկայի պարբերություն հասկացությունը կապված էր պտտողական շարժման հետ, երբ որ
ուրեմն մեկ պտույտը ինչքան ժամանակում էր կատարվում։ Մենք դա անվանել էինք պարբերություն։ Իսկ տատանումների ժամանակ մենք հավասարակշռության դիրքից մինչև հաջորդ հավասարակշռության դիրքը հասնելու ժամանակը ինչքան ժամանակում էր կատարվում։ Եթե այնտեղ պտույտ էր, այստեղ ուրեմն գծի երկայնքով էր, ուրեմն տեղ ունենում տատանումները, եթե հիշում եք։ Ուրեմն հաճախությունը նույն ձևով մենք կարող ենք ասել, թե միավոր ժամանակում քանի տատանումն է կատարում մարմինը։ Այդ մեծությունը մենք անվանում ենք տատանման հաճախություն։ Եվ լայնույթ հասկացողությունը ինչ է լայնույթը։ Լայնույթ հասկացողություն մենք չենք օգտագործել ուրեմն պտտողական շարժման ժամանակ, բայց տատանողական շարժման ժամանակ մենք լայնույթ հասկացողությունը, թե հավասարակշռության դիրքից որքան է շեղվում ուրեմն մարմինը կամ կետը։ Այդ դա իրենից ներկայացնում էր լայնույթը։ Սա նույն աղյուսակն է, ես պարզապես կրկնել եմ։ Նու այստեղ մեծությունները ես ուրեմն խմբավորել եմ կինեմատիկա, դինամիկա, քանի որ տեղը չէր բավականացնում եւ ալիքների համար մի քիչ դժվար էր ուրեմն մեծությունները ներկայացնել։ Ուրեմն տատանումները մենք իմացանք պարբերություն, հաճախություն, լայնույթ, հասկացությունները մտցրեցինք տատանումների մեջ, իսկ այստեղ ալիքներ ալիք հասկացողության մեջ մտցրել ենք ուրեմն նորից պարբերություն, հաճախություն, լայնույթ, ալիքի երկարություն եւ ալիքի արագություն։ Ինչ էր իրենից ներկայացնում ալիքը։ Նույն պարզագույն երևույթը, որ տեղի ունենում ալիք առաջացնելը, դա երբ որ մենք մարմինը կամ քարը բաց էի թողում ջրի մեջ, ջրի մակերևույթին առաջանում էր ալիք։ Ուրեմն որպեսզի մենք հասկանայինք, թե ալիքի ժամանակ ինչ է տեղի ունենում, ուրեմն ալիքի ժամանակ, ուրեմն նույնպես մենք կարող ենք օգտագործել պարբերություն, հաճախություն, լայնույթ, ալիքի երկարություն, լայնույթ հասկացողությունները կամ մեծությունները։ Ինչ էր պարբերությունը։ Պարբերությունը ուրեմն երբ որ մենք այդ ալիքը կտրում էինք, լայնական հատույթ էինք ստանում, ապա ամեն մի կետ այդ լայնական հատույթի վրա, ամեն մի կետ նորից իր հերթին սկսում էր տատանվել, վերև ներքև անել։ Այդ տատանման պարբերությունը նույն ձևով համընկնում էր այն պարբերության հետ, որը տատանվել էր հենց սկզբից, այսինքն ալիքի աղբյուրի տատանման պարբերության հետ համընկնում էր։ Ինչ որ ժամանակ հետո, երբ որ ալիքը հասել էր տվյալ կետին, ուրեմն նրա այդ կետի տատանման պարբերությունը ալիքի աղբյուրի տատանման պարբերության հետ էր համեմատվում։ Նույնն էր։ Ինչ էր ալիքի հաճախությունը։ Նույն կետի, ասենք, հաճախությունը միավոր ժամանակում տատանումների քանի անգամ տվյալ կետը ալիքի հետ լայնական հատույթի վրա վերցրած ալիքի տվյալ կետը տատանվում էր ուրեմն միավոր ժամանակում, քանի անգամ էր տատանվում։ Լայնույթ հասկացողությունը։ Ուրեմն լայնույթը, երբ որ ալիքի այդ երկու կետեր միմյանց կպած, որ տատանվում էին նույն փուլով, նույն հեռավորության վրա,
այդ հեռավորությունը իրենից ներկայացնում էր նեղություն, բարձրությունը իրենից ներկայացնում էր հավասարակշռության դիրքից հեռավորությունը իրենից ներկայացնում էր լայնույթը։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում ալիքի երկարությունը։ Ուրեմն կային կետեր այդ լայնական հատույթի վրա, կային կետեր, որոնք նույն ձևով էին տատանվում։ Այսինքն, երբ որ մեկը բարձրանում էր, մյուսն էր իր հետ միասին բարձրանում էր։ Երբ որ այդ մեկը իջնում էր, մյուսն էր իր հետ միասին իջնում էր։ Այդ նույն ձևով տատանվող երկու իրար հաջորդող կետերի միջև եղած հեռավորությունը իրենից ներկայացնում էր ալիքի երկարությունը։ Իսկ ինչ էր իրենից ներկայացնում ալիքի արագությունը, երբ որ մենք քար գցում ենք ջրի մեջ, տեսնում եք ինչքան ժամանակում, տեսնում եք մեկ վայրկյանում քանի մետր անցավ ալիքը, որքան հեռավորություն անցավ ալիքը։ Դա իրենից ներկայացնում էր ալիքի արագությունը։ Այստեղ ավելացված է նաև երկրաշարժերի մասին, մենք ինչ երկրաշարժը իրենից ինչ է ներկայացնում։ Երկրաշարժը իրենից ներկայացնում է ուրեմն ալիք, երբ որ երկրի ընդերքը տատանվում է, այն ալիքի ձևով հասնում է երկրի մակերևույթին և տեղի ունենում երկրաշարժ։ Երկրաշարժը բնութագրվում էր բալերով, այսինքն որքան մեծ էր ավերածությունների չափը, այնքան էլ բալը մեծ էր, այդ երկրաշարժի բալը մեծ էր։ Երկրաշարժը նաև բնութագրվում էր մագնիտուդ հասկացողությամբ։ Մագնիտուդը դա ուրեմն նույն բառն է, միայն թե այստեղ ավելի հզոր է։ Կան 9 մագնիտուդ ունեցող երկրաշարժեր։ Բացի նրանից, որ կա նաև երկրաշարժեր, կա նաև ձայնի հզորություն։ Ձայնը իրենից ներկայացնում է ալիք, որի հզորությունը չափում էր վատ մետր քառակուսու, այսինքն 1 մետր քառակուսու վրա, թե ձայնի հզորությունը որքան է։ Իհարկե ձայնի հզորությունը ձայնի աղբյուրից ունեցած հեռավորության հետևանքով փոքրանում էր։ Այստեղ մենք մտցրեցինք նաև ջերմություն հասկացողությունը։ Ջերմությունը իրենից ներկայացնում էր մի երևույթ, որը ցույց էր տալիս, թե որքանն է ուրեմն մարմինը տաք կամ սառը։ Երբ որ մարմինը տաքացնում ենք, ասում ենք, որ նրա ջերմություն է հաղորդվել։ Ջերմություն հասկացողությունը այստեղ, որպեսզի բնութագրեինք, մտցրել էինք ջերմաքանակ հասկացողությունը։ Մարմնի ջերմաքանակը դժվար է ուրեմն գտնել, բայց ջերմաքանակը ուրեմն մարմնի երկու տաքությունների միջև եղած ջերմաստիճանների տաքությունների միջև եղած ուրեմն քանակն է։ Ջերմաքանակը ուրեմն ինչպես կարելի է բնութագրել։ Ջերմաքանակը ուրեմն մարմնի մեջ եղած փոքր մասնիկների շարժման հետևանքով է ուրեմն տեղ ունենում։ Հետևաբար ինչքան արագ են նրանք շարժվում, այնքան ավելի շատ ջերմության քանակ է հաղորդվել տվյալ մարմնի։ Ուրեմն մտցվել է ջերմաստիճան հասկացողությունը, որը ուրեմն
որը համատվում է ջրի սառույց պինդ եւ հեղուկ վիճակից գազային վիճակի անցնելու ուրեմն այդ պահերին է հետ է համընկնում։ Զրոաստիճանի ջերմաստիճանը համարվում էր ուրեմն երբ որ ջուրը սառույց էր եւ սառույցի էր վերածվում եւ 100 աստիճան, երբ որ ջուրը վերածվում գոլորշու։ Ջերմնակություն հասկացողությունը ինչ է իրենից ներկայացնում ջերմնակությունը։ Երբ որ 1 կիլոգրամ նյութը 1 աստիճանով տաքացնելու ժամանակ հարկավոր է ինչ որ քանակի ջերմության քանակ, այդ ինչ որ քանակի ջերմության քանակը մենք անվանում ենք ջերմնակություն, այսինքն 1 կիլոգրամ նյութը 1 աստիճանով տաքացնելու համար որքան ջերմության քանակ է անհրաժեշտ։ Օրինակ, երբ որ ջուրը սառույց վիճակից անցնում էր հեղուկ վիճակի, նրան ջերմություն էին հաղորդում, բայց ինչքան ջերմությունը հաղորդում են, ջերմության քանակը հաղորդում են, միևնույն է, ջերմաստիճանը չի բարձրանում։ Այդ դեպքում ասում են, որ հեղուկ պինդ մարմինը պինդ վիճակից անցնում է հեղուկ վիճակի։ Այդ դեպքում ասում են, որ գոյություն ունի մի մեծություն, որ ինչքան ջերմության քանակ, որ պետք է հաղորդենք, որպեսզի 1 կիլոգրամ նյութը պինդ վիճակից անցնի հեղուկ վիճակի, այդ ջերմության քանակը մենք անվանում ենք հարման տեսակարար ջերմնակություն։ Բացի հարման տեսակարար ջերմնակությունից կա նաև եռման տեսակարար ջերմնակություն, այսինքն 1 կիլոգրամ նյութին ինչքան էներգիա պետք է հաղորդել, որպեսզի այն հեղուկ վիճակից անցնի գազային վիճակի։ Եվ այստեղ կա նաև արման տեսակարար ջերմնակություն։ Սա մյուս տեսակարար ջերմնակություններից տարբերվում է, ինչով է տարբերվում, որ արման ժամանակ թե 1 կիլոգրամ նյութը այրելուց ինչքան ջերմության քանակ է անջատվում։ Օրինակ 1 կիլոգրամ բենզինը այրելուց ինչքան ջերմության քանակ է անջատվում, այդ ջերմության քանակն էլ կոչվում է արման տեսակարար ջերմնակություն։ Մենք մի հատ այդպիսի նկար արդեն նկարի հետ ծանոթացանք, երբ որ ուսումնասիրում էինք մեխանիկայի մեխանիկայում օգտագործվող մեծությունները։ Իսկ սա ինչ ներկայացնում է մոլեկուլյար ֆիզիկայի բաժինները։ Ուրեմն մոլեկուլյար այս առաջի կետը որ դա ինչ ներկայացնում է մեխանիկան, ես պարզապես եմ նկարել, պարզապես պատկերացրել, որ դա մեխանիկա է։ Դրանից հետո գալիս է մոլեկուլյար ֆիզիկան։ Մոլեկուլյար ֆիզիկան կախված է ջերմության հետ, նյութերի ագրեգատային վիճակների հետ եւ ջերմաշարժիչների հետ։ Այսքանը հարգելի 9-րդ դասարանցիներ, մենք անցել ենք 8-րդ դասարանում, որպեսզի տեսնենք, թե ինչպես է կառուցված մեր ֆիզիկան 8-րդ դասարանում։ Կառուցվածքը կարևոր է։ Այժմ 9-րդ դասարանում մենք կսկսենք ուսումնասիրել 9-րդ դասարանի ֆիզիկայի դասընթացը ու կտեսնենք ինչ բաժիններից է կազմված, ինչ մեծություններ կարելի է ավելացնել եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։